Նախարար Արարատ Միրզոյան, բարի գալուստ Deutsche Welle։ Շնորհակալություն հրավերի համար։ Սկսենք այն գործընթացից, որը կարելի է լայն առումով անվանել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթաց, որի մեկնարկը տվեց օգոստոսին Վաշինգտոնում։ Ինչպես է Երևանը տեսնում հետագա քայլերը։ Well, first of all, on the 8th of August this year, Նախ եւ առաջ այս տարվա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացավ եռակողմ գագաթնաժողով Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, նախագահ Թրամփի միջնորդությամբ կամ, եթե ցանկանում եք, նրա աջակցությամբ կամ վկայությամբ։ Երեք առաջնորդների կողմից ստորագրվեց հռչակագիր, որում կողմերը ողջունեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Կողմերը համաձայնության եկան մի շարք հիմնարար սկզբունքների շուրջ, այդ թվում կրկին տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ինչպես նաև երկար ժամանակ բանակցված հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրի շուրջ։ Ինչպես հայտնի է, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տարանցիկ ենթակառուցվածքների թեման քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այս հռչակագրում կողմերը համաձայնության են եկել այն հիմնական եւ հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց շրջանակում պետք է իրականացվի ապաշրջափակման գործընթացը։ Սա չափազանց կարևոր է։ Սա ամբողջ բանակցային գործընթացի եւ ձեռք բերված համաձայնության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Եվ այստեղ նույնպես կողմերը արձանագրեցին, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է մնան կամ գործեն տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության եւ ինքնիշխանության սկզբունքներին համապատասխան, եւ ինչը շատ կարևոր է, յուրաքանչյուր երկրի ազգային իրավազորության ներքո։ Դա նշանակում է, որ հայկական հողի վրա Հայաստանի տարածքում գտնվող ենթակառուցվածքները պետք է գործեն մեր ազգային իրավազորության շրջանակում, իսկ Ադրբեջանի տարածքում գտնվող ենթակառուցվածքները համապատասխանաբար Ադրբեջանի իրավազորության ներքո։ Սա բնական է հնչում, բայց մենք ամիսներով ու տարիներով բանակցել ենք հենց այս շատ պարզ, բայց սկզբունքային հարցի շուրջ։ Բացի այդ, պայմանավորվածությունները եւս պետք է լինեն փոխադարձ։ Այսպիսով, սա շատ կարևոր ձեռքբերում է, իրական առաջընթաց։ Ինչպես արդեն նշեցի, մենք նաեւ նախաստորագրեցինք խաղաղության պայմանագիրը։ Կրկին շատ կարևոր փաստաթուղթ, որի տեքստը համաձայնեցվել էր դեռևս մարտին, սակայն այն ստորագրելու, նախաստորագրելու բոլոր ջանքերը ապարդյուն էին, իսկ ահա օգոստոսին դա հաջողվեց իրականացնել։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե որն է հաջորդ քայլը, ապա այն բաղկացած է երկու մասից։ Առաջինը նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրումն է, երկրորդը հաղորդակցությունների հարցով կոնկրետ տեխնիկական կարգավորումների եւ լուծումների շուրջ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը, որից հետո շինարարական աշխատանքների մեկնարկ եւ այլն։ Սակայն դրան զուգահեռ, ինչպես ասում են, գետնի վրա ընթացիկ գործընթացները շարունակվում են։ Օրինակ, մենք արդեն սկսել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Այժմ արդեն սահմանազատված է 12 կիլոմետրը։ Սա աննախադեպ բան է։ Մենք նաեւ փոխըմբռնում ունենք այն մասին, թե ինչպես պետք է շարունակվի այս գործընթացը։ Մենք համաձայնության ենք եկել սկզբունքների շուրջ։ Մենք նույնիսկ ստորագրել եւ վավերացրել ենք համապատասխան փաստաթուղթը երկու երկրների պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Այսպիսով դա տեղի է ունենում։ It is happening. So what is, to give it a rough, Ինչպիսին է, եթե համառոտ ձևակերպենք այս ամբողջ գործընթացի ժամանակացույցը։ Քանի որ սահմանների հստակեցումը եւ սահմանազատումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ դեսպանությունների հիմնումը ժամանակատար գործընթացներ են։ Մյուս կողմից այս ամենը փոխկապակցված է։ Այսպիսով, ձեր կարծիքով ինչպիսին է ժամանակացույցը։ what do you think is the time frame? Indeed, everything is interconnected. Իրոք, ամեն ինչ փոխկապակցված է, բայց նաև պետք է նշեմ, որ դա հեշտ չէ։ Եթե հեշտ լիներ, վաղուց ավարտված կլիներ։ Այսպիսով ենթադրում եմ, որ սահմանազատումը կշարունակվի նույն տեմպերով։ Գուցե աշխատանքները կարելի է նույնիսկ ավելի ինտենսիվացնել։ Ինչ վերաբերում է հաղորդակցություններին, ապա մենք, ինչպես արդեն ասացի, պետք է պայմանավորվենք տեղում կարգավորումների վերաբերյալ։ Սակայն այստեղ պետք է նշեմ, որ մենք ունենք Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություն, համաձայն որի այն հատվածը, որը պետք է կառուցվի եւ հետո գործի Հայաստանի տարածքում, պետք է կառուցվի ու շահագործվի հայ-ամերիկյան կոնսորցիումի կողմից, որը կարող է վարձել մեկ այլ երրորդ ընկերություն, օրինակ ամենօրյա աշխատանքները իրականացնելու համար։ Այսպիսով, հաղորդակցությունների մասով հաջորդ քայլը կլինի այդ կարգավորումների վերաբերյալ համաձայնության գալը եւ հետո, օրինակ, երկաթգծի բացակայող հատվածների կամ խողովակաշարի կառուցման մեկնարկը, եւ մենք պետք է սկսենք աշխատանքը զրոյից։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, հաջորդ քայլը ստորագրումն է, բայց
այդտեղ մի նրբերանգ կա։ Ադրբեջանական կողմը ցավոք նախապայման է առաջ քաշում խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Նրանք կարծում են, որ մենք չենք կիսում այդ կարծիքը եւ ունենք հակափաստարկներ, եւ սա նրանց նարատիվն է, որ մեր սահմանադրության մեջ խնդիր կա։ Այդպիսով նրանք ուզում են, որ մենք փոխենք սահմանադրությունը։ Սա նրանց պայմանն է, որին մենք չենք համաձայնում։ Մենք ունենք սահմանադրությունը փոխելու կամ նոր սահմանադրություն ընդունելու օրակարգ։ Adopting a new constitution, we declared political statement. Խոսքը վերաբերում է ճանաչված սահմաններից դուրս տարածքներին, Ղարաբաղին, այդպես է։ That is what is behind this story, but there is nothing in Armenian constitution. Դա է այս պատմության հետևում։ Այդուհանդերձ Հայաստանի սահմանադրությունում չկա որևէ դրույթ, որը տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարող եմ այս թեմայով մի փոքր ավելի մանրամասնել, եթե ցանկանում եք։ Մեր սահմանադրությունում իսկապես կա հղում անկախության հռչակագրին, սակայն այն ներկայացված է հետևյալ ձևով. հիմք ընդունելով անկախության հռչակագիրը, եւ ապա գալիս է սահմանադրության հիմնական տեքստը։ Ըստ մեր օրենսդրության, որևէ իրավական ակտի կամ անկախության հռչակագրի այն հատվածները պարտադիր իրավական ուժ ունեն, որոնք բառացիորեն ներառված են սահմանադրության մեջ, իսկ մեր սահմանադրությունում նման մեջբերում պարզապես չկա։ Չկա խնդիր։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը խնդիր տեսնում է եւ առաջ է քաշում այս պայմանը, որի հետ մենք համաձայն չենք։ Միաժամանակ, ինչպես ասացի, Հայաստանում սահմանադրությունը փոփոխելու կամ նոր սահմանադրություն ընդունելու մասին մենք խոսում ենք դեռևս 2018 թվականից։ Դա մեր օրակարգում է։ Կա հանձնաժողով, այդ հանձնաժողովը ստեղծվել է վաղուց, պատերազմից, բանակցություններից կամ համաձայնություններից առաջ եւ արդեն մոտ է իր աշխատանքների ավարտին։ Ամենայն հավանականությամբ մենք այս հարցի վերաբերյալ կունենանք հանրաքվե, որը տեղի կունենա հաջորդ տարվա ամռանը նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո։ Ես սա ասում եմ ցույց տալու համար, որ կան քայլեր, որոնք մենք իրականացնենք մոտ ապագայում, գալիք օրերին, գալիք ամիսներին, կան քայլեր, որոնք կարող են իրականացվել ավելի ուշ։ There are steps that may be postponed. Բայց եթե հաշվի առնենք ընտրությունները եւ նմանատիպ գործընթացները, խոսքը տարիների մասին է, այդպես չէ։ Գոնե մի քանի տարի կպահանջվի, մինչեւ ամբողջ գործընթացն ավարտին կհասնի։ Հնարավոր է մի քանի տարի, սակայն եւս կարևոր է ընդգծել, հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագիրը ստորագրել անհապաղ, տեքստը համաձայնեցված է, նախաստորագրված է։ Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում։ Կարող ենք այն ստորագրել նույնիսկ վաղը։ Okay, coming back to Վերադառնալով այսպես կոչված Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ As far as I understand, you already started discussions with the US side on that. Ինչքանով ես եմ հասկանում, դուք արդեն սկսել եք այդ հարցով քննարկումներն ամերիկյան կողմի հետ։ Դուք նշեցիք, որ կոնսորցիում է լինելու, որն այն կկառուցի։ Իսկ ի վերջո ով է այն կառավարելու։ Տարածքային առումով այս միջանցքն անցնելու է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, Ադրբեջան։ Սա քաղաքականապես բավականին զգայուն հարց է։ Ըստ ձեզ, ինչպես է այն կառավարվելու եւ գործելու։ How is going to be managed and operated in your view as you see it now? Well, first of all, it's not a corridor. Նախ ուզում եմ ընդգծել, որ դա միջանցք չէ։ Գիտեմ, հասկանում եմ, որ տրանսպորտային միջանցք հասկացությունը ինքնին ոչ մի բացասական ենթատեքստ չի պարունակում։ Այս օրերին բոլորը փնտրում են նոր լոգիստիկ ուղիներ եւ այլն, բայց դա միջանցք չէ։ Ինչու եմ սա ասում։ Մենք ունենք տպավորություն, որ ամիսների եւ տարիների բանակցությունների ողջ ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր այդ հատվածին գցել արտատարածքային միջանցքի որոշ չափորոշիչներ։ Օրինակ, նրանք պահանջում էին բերել եւ տեղակայել երրորդ կողմի ուժեր այս երկաթուղու երկայնքով։ Հիշում եմ, խոսում էին երկաթուղու երկայնքով ռուսական զորքերի տեղակայման անհրաժեշտության մասին, ինչը իհարկե անընդունելի էր մեզ համար։ Եվ հիմա որևէ միջանցք չկա, կա TRIP-ը, որն է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Եվ ինքնիշխանության բոլոր ատրիբուտները եւ տարածքի նկատմամբ, ուղու նկատմամբ, ենթակառուցվածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից, նաեւ Միացյալ Նահանգների կողմից ճանաչվում են մեր ազգային իրավազորությունը։ Այսպիսով մենք չունենք որևէ արտատարածքային միջանցք մեր տարածքում։ Նաև կարևոր է իմանալ, որ մենք չենք խոսում միայն այս անցման հատվածի մասին, որը միացնում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Մենք խոսում ենք եւ կա պայմանավորվածություն երկու երկրների միջև բոլոր տրանսպորտային կապուղիների, բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին։ Այսպիսով մենք ստանում ենք հասանելիություն Ադրբեջանի ամբողջ երկաթուղային համակարգին, ամբողջ ցանցին։ Ադրբեջանը իր հերթին ստանում է մուտք դեպի մեր երկաթուղի։ Կարելի է անցնել միմյանց տարածքով
սովորական հարևանների պես։ Սա այն է, ինչ համաձայնեցված է եւ պետք է տեղի ունենա։ Այս ամենը եւ պետք է ղեկավարվի եւ կառավարվի հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիումի կողմից, որը իհարկե կարող է ներգրավել ենթակապալառուներ, առանձին պարտականություններ կատարելու եւ ծառայություններ մատուցելու համար եւ այլն։ Այդ բոլոր երրորդ կազմակերպությունները պետք է ընտրվեն փոխադարձ համաձայնությամբ։ Should be selected by mutual consent. Թվում է, թե դրանք կլինեն ռուսական ընկերություններ։ Ինչու եք այդպես ասում։ Որովհետև մենք հարց ենք ունենալու Ռուսաստանի մասին։ Company which can be Ոչ, ընկերությունը, որը կարող է ընտրվել, պետք է հաստատվի Հայաստանի եւ ԱՄՆ-ի կողմից։ Մենք բաց ենք շատ երկրների հետ համագործակցության համար։ Ես ոչ ոքի չեմ բացառում, բայց կան որոշ երկրներ, որոնց տեխնացությունը կարող է մերժվել։ can be potentially rejected. Թուրքիա։ Այն շատ մոտ է եւ կարեւոր խաղացող է տարածաշրջանում։ Եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանն արդեն կարծես թե պատրաստ է բացել հաղորդակցությունները նաև Թուրքիայի հետ։ Ըստ ԶԼՄ-ների, թուրքական կողմն այնքան շատ նախապատրաստական աշխատանքներ չի իրականացնում, որքան Հայաստանը։ Ինչ եք այժմ քննարկում թուրքերի հետ։ Նկատի ունեմ, որ սահմանային ենթակառուցվածքները հայկական կողմում զգալիորեն տարբերվում են։ Դրանք գրեթե պատրաստ են, թուրքական կողմում ոչ այնքան։ Very different. On the Armenian side, it's pretty much ready. On the Turkish side, not so much. That's partially true. Դա մասամբ ճիշտ է, քանի որ մենք իսկապես շատ լավ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ բազմաթիվ մակարդակներում, սկսած առաջնորդներից, արտաքին գործերի նախարարներից, հատուկ բանագնացներից, նույնիսկ տեխնիկական թիմերից։ Ես նույնիսկ չեմ խոսում տարբեր նախարարությունների մասին եւ այլն։ Այսպես ամբողջական երկխոսությունը շարունակվել է եւ հիմա էլ շարունակվում է առանց որևէ նախապայմանի։ Միևնույն ժամանակ մեր թուրք գործընկերները նշում են, որ չեն կարող ամբողջությամբ ավարտին հասցնել այս գործընթացը, բացել սահմանները եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չի ունեցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Այժմ դա արդեն իրականացված է։ Նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը արդեն իսկ նախաստորագրվել է եւ տեքստերի վերաբերյալ այժմ չկա որևէ անհամաձայնություն։ Ես անձամբ չեմ տեսնում որևէ խոչընդոտ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Այս ամենը գիտեք, հաստատվել է նաեւ մեր թուրք գործընկերների կողմից։ Նրանք իրապես ցույց են տալիս եւ արտահայտում են իրենց պատրաստակամությունը սահմանները բացելու, Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման եւ երկկողմանի ուղիղ առևտուրը վերականգնելու գործում, ել չասեմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։ Իմ կարծիքով առաջիկա շաբաթներին եւ ամիսներին այս առումով մենք ունենանք շոշափելի առաջընթաց։ Սա առավելագույնը մի քանի ամսվա խնդիր է։ Սա իմ անձնական ընկալումն է։ Կտեսնենք։ It's a matter of, I don't know, several months maximum. This is my perception. We will see. The European Union. Խոսենք Եվրոպական միության մասին։ Եվրամիության համար որոշ իմաստով նոր փուլ է բացվել։ Հայաստանի կառավարությունը խոսում է Եվրամիությանը միանալու հնարավոր մտադրության մասին։ Բացի այդ, Հայաստանը համարվում է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրամիության 3 նախընտրելի գործընկերներից մեկը Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ միասին։ Ես հասկանում եմ, որ կան որոշ հարցեր, ավելի ճիշտ ոչ թե հարցեր, այլ ցանկություն ունենալ վիզաների ազատականացման համաձայնագիր Եվրամիության հետ, ինչպես որ արդեն ունեն Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան։ Իմ գործընկերներից մեկը արևմտյան երկրներից մեկի դիվանագետ, ով աշխատում է Երևանում, նշում է, որ իր կարծիքով Հայաստանն ամենայն հավանականությամբ հաջորդ տարի պաշտոնապես դիմում կներկայացնի Եվրամիությանը անդամակցության գործընթացը սկսելու համար։ Արդյոք դա համապատասխանում է իրականությանը։ We have a law obliging the government of Armenia. Մենք ունենք օրենք, որով Հայաստանի կառավարությունը պարտավորվում է ունենալ եւ իրականացնել այնպիսի քաղաքականություն, որի նպատակը կլինի Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը։ Իսկ երբ կներկայացնենք այդ դիմումը, հաջորդ ամիս թե հաջորդ տարի, այս պահին հստակ ասել չեմ կարող, քանի որ դա կախված է բազմաթիվ այլ գործոններից։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշեցի, սա մեր պաշտոնական քաղաքականությունն է։ Միևնույն ժամանակ, չսպասելով Եվրամիությանն ուղղված պաշտոնական դիմումի ներկայացմանը կամ այդ դիմումի պատասխանին, մենք արդեն իսկ սկսել ենք երկկողմ հարաբերությունների զգալի խորացում Եվրոպական միության հետ։ Եվրամիության եւ Հայաստանի միջև գործում է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արդեն իսկ մեկնարկել է վիզաների ազատականացման գործընթացը եւ տպավորությունն այնպիսին է, որ այն բավականին արդյունավետ կերպով է ընթանում։ Մենք բանակցություններ ենք վարում մի շարք նոր փաստաթղթերի շուրջ։ Ավարտին ենք հասցրել գործընկերության նոր օրակարգի նախապատրաստական աշխատանքները, որը կստորագրվի առաջիկա
առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ Այսպիսով Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում տեղի են ունենում մի շարք զարգացումներ եւ հարկ է նշել, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում նկատվում է այս գործընթացը ել ավելի առաջ մղելու հստակ պահանջարկ։ Մենք նաեւ տեսնում ենք որոշակի քննադատություն կապված հնարավոր ձգձգումների, ինչպես նաեւ երկարատև կամ բարդ ներքին գործընթացների հետ։ Ինչ եք կարծում, եթե վիզաների ազատականացումը կյանքի կոչվի, հնարավոր կլինի այն իրականացնել 1 կամ 2 տարվա ընթացքում։ Ընդհանրապես ձեր կարծիքով որքան ժամանակ կարող է պահանջվել այդ գործընթացի համար։ How long will it take, give or take? It's difficult to make such an assumption, but Դժվար է տալ նման գնահատական, սակայն կարելի ասել, որ 1 կամ 2 տարին բավական իրատեսական ժամանակահատված է։ Now the big but Իսկ այժմ խոսենք դերակատարից, որի մասին շատերը չեն բարձրաձայնում։ Ռուսաստան։ Ինչպես է Ռուսաստանն արձագանքում Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրին, Հայաստանի Եվրամիության հետ համագործակցության խորացման նախաձեռնություններին։ Դա նրանց կարծես թե դուր չի գալիս, այդպես չէ։ maybe I'm not excluding. Հնարավոր է, ես դա չեմ բացառում։ Ռուսաստանը մեր հիմնական գործընկերներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է առևտրին եւ տնտեսությանը։ Մի քանի րոպե առաջ մենք քննարկում էինք Եվրամիության հետ հնարավոր միջոցները եւ գործիքները, որոնք կարող են հեշտացնել օրինակ հայկական ապրանքների մուտքը Եվրամիության շուկաներ։ Այսպես ասեմ, հիմա մենք գտնվում ենք տնտեսական, առևտրային եւ էներգետիկ կապերի դիվերսիֆիկացման գործընթացի մեջ։ Այս ընթացքում եղել են բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ Հայաստանը եւ Ռուսաստանը եկել են ընդհանուր համաձայնության։ Կան նաեւ բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ Հայաստանը եւ Ռուսաստանը համաձայնության չեն եկել։ Խաղաղության համաձայնագրի, խաղաղության հաստատման եւ հաղորդակցությունների համատեքստում մենք տեսել ենք ողջունող հայտարարություններ պաշտոնական Մոսկվայի կողմից, ինչպես նաեւ տեսանք բարձր մակարդակի ռուս պաշտոնյաների արտահայտած պատրաստակամությունը աջակցելու, մասնակցելու հաղորդակցությունների նախագծերին եւ այլն։ the Russian official sort of voices. Ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշումները հնարավոր է, որ բացահայտ չարտահայտվեն, սակայն եթե հետևենք ռուսական պետական հեռուստատեսությանը, որը կառավարության կարևորագույն գործիքներից մեկն է, այն բացահայտ կերպով չի արտահայտում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ դրական վերաբերմունք։ Այն քննադատում է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին։ Ձեր երկրի պարագայում Ռուսաստանից հեռանալու համար։ Սա չափազանց ինտենսիվ քարոզչություն է։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանք արտահայտում են կառավարության դիրքորոշումը, որը նախկինում Հայաստանը դիտարկում էր որպես Ռուսաստանի հետ սերտ կապվածություն ունեցող երկիր, իսկ այժմ այլևս այդպես չէ։ Նման իրավիճակում զգում եք վտանգ, երբ նայում եք Ուկրաինայի հարևան երկրների փորձին։ The neighborhood. Well, indeed, when you look at the media, not only media, Իրոք, երբ մենք հետևում ենք լրահոսին եւ ոչ միայն լրահոսին, այլ նաեւ պաշտոնյաներին, ժամանակ առ ժամանակ պատգամավորներին, քաղաքական գործիչներին եւ փորձագետներին, մենք հաճախ ականատես ենք լինում Հայաստանին, Հայաստանի կառավարությանը, Հայաստանի ժողովրդավարությանը, Հայաստանի ինքնիշխան որոշումների կայացմանը եւ անգամ անհատներին ու Հայաստանի ղեկավարությանն ուղղված շատ ծանր քննադատությունների։ Եվ իհարկե սա խորացնում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև թյուրըմբռնումը, կամ կարելի ասել անջրպետը, կամ անհամաձայնությունը։ Մենք մշտապես բարեկամաբար հրավիրում ենք մեր ռուս գործընկերների ուշադրությունը նման լրատվամիջոցների հարձակումների, նարատիվների եւ քարոզչական հարձակումների վրա, որոնք ուղղված են Հայաստանի դեմ։ media attacks or I don't know, narrative or propaganda attacks. Ինչ են ռուս գործընկերները պատասխանել։ Well, I don't think that the reply is satisfactory. Չեմ կարծում, որ այդ պատասխանը բավարարող է, ինչպես արդեն ասացի, դրանք մեր ինքնիշխան որոշումներն են։ Ժողովրդավարությունը մեր ընտրությունն է, հարաբերությունների խորացումը Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, ում հետ մենք այժմ ռազմավարական գործընկերներ ենք եւ այլ գործընկերների հետ հարաբերությունները մեր ինքնիշխան ընտրությունն ու ինքնիշխան որոշումն է։ Հետևաբար կամ գործընկերները հարգում են միմյանց եւ միմյանց կայացրած որոշումները, կամ այդ համագործակցությունն ունի որոշակի բարեփոխումների թարմացման կարիք։ That partnership needs some reforms, some refreshment. That's true if you talk about sovereignty and Դա ճիշտ է, եթե խոսում ենք ինքնիշխանության մասին եւ միջազգային հարաբերությունների իդեալական աշխարհում, դա այդպես էլ պետք է լինի, բայց եթե նայենք այն կապերին, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի Դաշնության հետ, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, ապա դրանք բազմաթիվ են։
գազի մատակարարումներ Ռուսաստանից դեպի Հայաստան, երկաթուղի, Գյումրիում գտնվող բազա։ Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանում։ Կան ուժեր, որոնք ասում են, որ ներկայիս կառավարությունը պետք է, այսպես ասած, հրաժարվի իր ներկայիս մոտեցումից։ Ռուսաստանն ունի, կարելի է ասել, կարևոր գործիքակազմ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Եթե շատ մարդկային լեզվով ասենք, դուք վախենում եք։ To put it in a very human terms, are you afraid? We are of course connected. Our economies are connected. Իհարկե, մենք կապված ենք Ռուսաստանի հետ, մեր տնտեսությունները եւ էներգետիկ համակարգերը շատ կապված են։ Ես նախապես նշել էի, որ Ռուսաստանը մեր հիմնական տնտեսական եւ առևտրային գործընկերներից մեկն է, սակայն մենք տեսնում ենք, որ Հայաստանը գնում է դեպի դիվերսիֆիկացում, այդ թվում առևտրի, տնտեսության եւ մատակարարման շուկաների ոլորտներում։ Այսպիսով իսկապես գոյություն ունեն շրջանակներ, այդ թվում Հայաստանում, որոնք շարունակ պնդում են, որ անհրաժեշտ է դառնալ շատ ընդգծված ռուսամետ կառավարություն, իսկ մեր դիրքորոշումն այն է, որ դա մի հարց է, որը պետք է որոշվի Հայաստանի քաղաքացիների կողմից։ Եվ հենց այդ պատճառով հանրային կարծիքը գնահատելու եւ մարդկանց որոշում կայացնելու հնարավորություն տալու համար գոյություն ունեն ընտրություններ։ Մեր կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը։ Մենք վստահություն ենք ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բավականին լուրջ ներքաղաքական ճգնաժամից հետո։ Այնուհետև շարունակաբար անցկացվել են մի շարք հասարակական կարծիքի հարցումներ, անգամ մեր վարչապետը նշել է, որ մեր ժողովրդավարությունն ու Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումը իր եւ մեր քաղաքական թիմի համոզմունքներն են։ Ու քանի որ մենք ենք կառավարությունը, մենք դա իրականացնելու ենք։ Եթե մարդիկ համաձայն չեն եւ չեն կարող սպասել հաջորդ ընտրություններին, նրանք կարող են դուրս գալ փողոց, բողոքի ցույցեր կազմակերպել եւ հեղափոխություն անել։ Մենք որևէ արհեստական խոչընդոտներ չենք ստեղծի։ Ինչպես տեսնում եք, հեղափոխություն տեղի չունեցավ։ Սա նաեւ նշանակում է բնակչության մեր քաղաքացիների լուռ աջակցությունը։ Դե նույնիսկ եթե դա բավարար չէ, մենք հաջորդ ամռանը կունենանք խորհրդարանական ընտրություններ։ Ուստի աշխարհում բոլորը պետք է հարգեն մեր քաղաքացիների ձայնն ու որոշումը։ Նրանք են որոշում։ And the decision of our citizens. Let them decide. What we've seen recently is elections in Moldova. Վերջերս մենք տեսանք Մոլդովայում կայացած ընտրությունները, որոնք ես կասեի եղել են շատ էմոցիոնալ, արտաքին ազդեցության վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներով։ Սոցիալական մեդիայի դարաշրջանում դա այնքան էլ դժվար չէ։ Պատրաստվում եք արդյոք նման նշանակալի միջամտության դրսից, այդ թվում Ռուսաստանի կողմից ընտրություններին, տեսնելով Մոլդովայի փորձը։ In the elections, looking at Moldova. Well, we have been living in this very atmosphere. It's already several years. Մենք արդեն մի քանի տարի է հենց այդպիսի մթնոլորտում ենք ապրում։ Ուստի մենք գիտենք, թե ինչպես է այս մեխանիզմը աշխատում։ Մենք տեսել ենք արտաքին դերակատարների միջամտության բազմաթիվ փորձեր, այդ թվում հավանաբար եւ սա ամենակարևորն է այնտեղից, որը դուք նշեցիք։ Տեսնենք, այս փորձերը ամենայն հավանականությամբ կավելանան։ Մենք խոսեցինք լրատվամիջոցների մասին, որոնք խիստ քննադատում են Հայաստանի կառավարությանը, ժողովրդավարությունը Հայաստանում եւ այլն։ Ենթադրում ենք, որ առաջիկա ամիսներին դա կավելանա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Increasing in coming months, but that's what we have. Your government has been frequently accused by outsiders. Դրսից մարդիկ ձեր կառավարությանը հաճախ մեղադրում են հատկապես ուկրաինացիները, բայց նաև մյուսները, այն բանի համար, որ դուք բավականաչափ հստակ չեք արտահայտում դիրքորոշումն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի վերաբերյալ։ Ես ենթադրում եմ, որ կենտրոնական Եվրոպայի, Բալթյան երկրների, Ուկրաինայի շատ դերակատարներ կցանկանային լսել Հայաստանի կառավարությունից հետևյալը. սա ագրեսիա է, շատ ավելի կոշտ դիրքորոշում։ Արդյոք դա տեղի կունենա կամ տեղի չի ունենա։ Եթե ոչ, ինչու։ Well, the formulations that you used with all due respect. Ձեր օգտագործած ձևակերպումները ամենայն հարգանքով օտարերկրյա կառավարություններից մեջբերումներ չեն։ Ես չեմ հիշում որևէ կառավարության անդամ, որևէ արևմտյան պաշտոնյա մոտենային ու ասի. ինչու եք սա ասում, ինչու սա չեք ասում եւ այլն։ Մենք իսկապես շատ լավ հարաբերություններ ունենք մեր ուկրաինացի գործընկերների հետ։ Հանդիպեցի իմ ուկրաինացի գործընկերոջը Վարշավայի անվտանգության գագաթնաժողովի շրջանակում։ Մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների խորացման ներուժը, հնարավոր ուղիները։ Իմ գործընկերը ողջունեց Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։ Մենք քննարկեցինք Ուկրաինայում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Մենք մեր համեստ մարդասիրական աջակցությունն ենք ցուցաբերել Ուկրաինայի երեխաներին եւ այլն։ Ես նկատի ունեմ, որ խնդիրը, որի մասին դուք խոսեցիք, գուցե գոյություն ունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների փորձագիտական շրջանակների մտքերում, պաշտոնյաների մակարդակում, ոչ Հայաստանի եւ Ուկրաինայի միջև, ոչ էլ այս թեմայով Հայաստանի եւ ասենք ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Եվրամիության կամ Եվրամիության անդամ պետությունների միջև մենք նման բան չունենք։ We don't have any of this. Armenia as a country has this
Հայաստանը որպես երկիր ունի հետաքրքիր յուրահատկություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում կան ապրող շատ հայեր, սփյուռք, որոնք միշտ շատ սերտորեն կապված են եղել Հայաստանի հետ։ Ես գիտեմ, որ սփյուռքի հետ աշխատանքը չի մտնում ձեր նախարարության իրավասության մեջ։ Այնուամենայնիվ, որպես կառավարության անդամ, ինչ եք կարծում, այս մարդիկ ի վերջո կհամաձայնեն Հայաստանի նոր Եվրոպամետ կուրսի հետ, կամ այն բանավեճերը, որոնք ընթանում են Հայաստանում։ Դուք ինքներդ էլ ասացիք, որ կա անդիմություն, կան մարդիկ, ովքեր ասում են, որ պետք է գնալ այլ ուղղությամբ։ Դա արդյոք ազդում է հայկական սփյուռքի վրա, եւ քանի որ շատ սերտ կապ կա սփյուռքի եւ Հայաստանի միջեւ, ինչպես է դա ազդելու Հայաստանի վրա։ How it will impact Armenia then, because there is a very tight connection. Now there is in Armenia and in diaspora the debate about the foreign policy. Այժմ Հայաստանում եւ Սփյուռքում կա բանավեճ Հայաստանի կառավարության վարած արտաքին քաղաքականության, նաեւ շատ զգայուն հարցերի ընկալման վերաբերյալ, օրինակ պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի միջև առկա դիլեման։ Դա տեղի է ունենում Հայաստանում եւ հատկապես նաեւ Սփյուռքում։ Բայց երբ խոսքը վերաբերում է Սփյուռքին, մենք նույնպես պետք է հասկանանք մի քանի նրբություններ։ Սփյուռքում կան մի քանի շերտեր, կան մարդիկ, որոնք Սփյուռքում հաստատվել են մոտավորապես, չգիտեմ, 100 տարի առաջ, կան ընտանիքներ, որոնք նոր են լքել Հայաստանը։ Սփյուռքում կան ավանդական քաղաքական շրջանակներ, կան նորերը, ուստի բոլորն էլ տարբեր հայացքներ ունեն։ Ինչն է նրանց միավորում։ Մենք նրանց սիրում ենք, նրանք մեր ընտանիքներն են, նրանք շատ հաճախ ազգականներ ունեն Հայաստանում եւ այլն։ Բայց ամենայն հարգանքով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական որոշումների հետ կապված ամեն ինչ պետք է կայացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից։ Այսպիսով բառացիորեն, եթե ինչ-որ մեկը չի պատրաստվում իր որդուն ուղարկել կամ անձամբ գալ ծառայելու Հայաստանի Հանրապետության բանակում, ծառայել Հայաստանի Հանրապետության պաշտպանական կառույցներում, եւ դա շատ վառ օրինակ է, երևի արդար կլիներ, որ նրանք սահմանափակեն իրենց Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը։ Have the right to make decisions regarding the future of Republic of Armenia. Պարոն Միրզոյան, շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։